տարեվերջյան մեր պատգամը պետք է լինի ամփոփումը մեր քարոզաշարքի, որը վերնագրված է այսպես. նշաններ, որոնք որ վկայում են, որ Աստված քեզ հետ է, կամ նշաններ, որոնք վկայում են, որ մարդն Աստծո մեջ է ապրում, կա Աստծո ներկայությունը նրա կյանքում։ Անցյալ անգամ խոսեցինք մի կարևոր նշանի մասին եւ այն է արձանագրված Եբրայեցիս 11-րդ գլխում 13 համարից մինչ 16-րդ համարներում ասոնք ամենքն էլ հավատքով մեռան խոստումները չառած հապա հերույեն տեսան զանոնք ու ողջունեցին եւ խոստովանեցին թե իրենք օտարներ ու պանդուխտներ են երկրի վրա քանզի անոնք որ այսպես բաներ կխոսեն հայտնի կնեն թե իրենք գավառը կփնտրեն եւ հիրավի եթե զանիկա հիշեին որտեղից որ ելան ժամանակ ունեին այնտեղ դառնալու բայց հիմա լավագույն գավառը կփափագեն այսինքն երկնավորին ուստի ամոթ չի համարում Աստված անոնց Աստվածը կոչվել որովհետև ինքն անոնց քաղաքը պատրաստեց ամեն Պողոս առաքյալը այդպես է կարծվում շատերի կողմից որ Եբրայեցիս նամակը ինքն է գրել թեև իր անվան հիշատակումը չկա այս նամակում ի տարբերություն բոլոր մյուս այլ նամակների այստեղ հեղինակը չի նշում իր անունը սովորաբար Պողոսը նշում է իր անունը իր բոլոր մյուս նամակներում բայց այստեղ չի նշում իր անունը դրա համար մի փոքր կասկած կա սուրբ գրքի գիտակների կողմից թե արդյոք սա Պողոս առաքյալի խոսքերն են թե ուրիշ մեկ այլ առաքյալ է գրի առել սակայն աստվածաբանների շատերը կարծում են որ հավանաբար պարզապես Պողոսը չի փափագել իր անունը այնտեղ գրի առնել սակայն ոճը նամակի ոճը աստվածաբանական գիտելիքների ճոխությունը խոսում է նրա մասին որ այս գրողը մեկն էր որը որ լավ տիրապետում էր հրեությանը լավ տիրապետում էր հին կտակարանին եւ հրեական վարդապետությանը լավ տիրապետում էր եւ նաեւ խորապես ճանաչել էր եւ հասկացել էր Քրիստոսի ուսմունքը այնպես որ այդպիսի մեկը հավանաբար հենց ինքը Պողոս առաքյալը պետք է լիներ եւ այդպես կարծում է որ Պողոսն է գրել բայց սա էական չէ կարևոր այն Աստծո խոսքի մեջ ներառված է եւ այն մենք ընդունում ենք որպես խոսք թե որ անոթի միջոցով է այն մեզ հասել սա երկրորդական է կարևորը որ մենք Աստծո խոսք ենք դրան որպես անդրադառնում Եվ այսպես 11-րդ գլխում նա հիշատակում է հավատքի 5 տակարանյան հավատքի հերոսների մասին, նրանց կյանքի մասին հիշատակում եւ շեշտադրում է դնում, որ նրանք հավատացյալ էին, նրանք հավատքով էին առաջնորդվում։ Մի քանի ընդհանրություններ, որ կարծես թե բոլորի մոտ կա, դա այն է, որ առաջինը նրանք հավատքով ապրեցին եւ հավատքով մեռան։ Եվ սրա մասին մենք անցյալ կիրակի բավական զրուցեցինք այս հավատքով ապրելը որպես նշան որ մարդը ունի Աստծո ներկայությունը, որովհետև եթե մեկը չունենա Քրիստոսի ներկայությունը, իր կյանքում նա չի կարող հավատքի կյանքը ապրել այս որակով։ Երկրորդ մի կարևոր ընդհանրություն, որի մասին խոսում է առաքյալը, այն է այս օտարության եւ պանդխտության զգացողությունը։ Առաքյալն ասում է ասոնք ամենքն էլ հավատքով մեռան, խոստումները չառած, հապա հեռու են տեսան զանոնք ու ողջունեցին եւ խոստովանեցին, թե իրենք օտարներ ու պանդուխտներ են երկրի վրա։ Հավատքով մեռան խոստումները չառած, բայց հեռվից տեսան այդ խոստումները եւ ողջունեցին։ Այսինքն իրենց երկրավոր կյանքում թեև իրականացած չտեսան խոստումը, Եթե մի փոքր վերև կարդան, կտեսնենք, որ հատկապես խոսքը վերաբերում էր Աբրահամին եւ Սարային, որոնց Աստված խոստացել էր, որ Աբրահամը լինելու ազգերի հայր։
Բայց իր առաջացած տարիքում նա միայն 100 տարեկանում որդի ունեցավ։ Եվ այն էլ գիտեք, որ կյանքն էլ մազից էր կախված, որովհետև Աստված ասաց պետք է զոհես նրան։ Մեր պատկերացումները, մեր երևակայությունը անգամ եթե Աստված մի բան խոստանում է, մենք սկսում ենք կառուցել դրա շուրջ ինչ որ պատմություն, բայց երբեմն այդ պատմությունը եւ այն ինչ որ Աստված է կամենում իրար չի համապատասխանում։ Բայց տեսնում ենք, որ նա չտկարացավ հավատքի մեջ Աբրահամը եւ ասում է հերվից տեսավ այն, կարծես իրականացած տեսավ եւ ողջունեց այն։ Եվ ապրեց այդ հավատքով եւ մեռան այդ հավատքով։ Երկրորդ կարևոր մի շեշտադրում, երկրորդ կարևոր մի բան, որի մասին խոսում է առաքյալը, սա է, ասում է եւ խոստովանեցին, թե իրենք օտարներ եւ պանդուխտներ են երկրի վրա։ Այս զգացողությունը կամ այս գիտակցությունը բնորոշ է մարդու, որի կյանքում կա Աստծո ներկայությունը, որը քայլում է Աստծո հետ։ Կրկնում եմ, այս օտարության եւ պանդխտության գիտակցությունը եւ զգացողությունը բնորոշ է մարդու, որը որ ապրում է Աստծո հետ։ Ուրիշ խոսքով նա երբեք կարճած չէ այս երկրավոր կյանքին։ Նա երբեք հարազատ իրեն չի զգում այս աշխարհի վրա։ Նա երբեք չի լիանում, չի հագենում երկրավորով, աշխարհայինով, նյութեղենով։ Նա իրեն օտար եւ պանդուխտ է զգում այս երկրի վրա։ Աստծո հավատքով ապրողը օտարական եւ պանդուխտ է երկրի վրա։ Աստծո հավատքով ապրողը օտարական եւ պանդուխտ է երկրի վրա։ 14 եւ 15-րդ համարներն ասում են, քանզի անոնք, որ այսպիսի բաներ կխոսեին, հայտնի կնեն, թե գավառը կփնտրեն։ 15-ն ասում է, եւ իրավի, եթե զանիկա հիշեին, որտեղից որ ելան, ժամանակ ունեին ետ դառնալու։ Աբրահամը իր ընտանիքի հետ միասին իր ողջ ունեցվածքով ամեն ինչով ինքը դուրս եկավ իր հայրական տնից, քանի որ Աստված էր կանչել նրան։ Աստված նրան խոստում էր տվել եւ նա հավատալով Աստծո խոստումին դուրս ելավ իր բնակավայրից, իր հայրենիքից, իր ծննդավայրից, թողնելով իր հայրական տունը։ Ամեն բան թողնելով եւ գրված է Սուրբ Գիրքն ասում է, որ նա գնում էր ու չգիտեր թե ուր է գնում։ Շարժվում էր Աստծո ամենօրյա խոստումներով, ամենօրյա առաջնորդությամբ։ Եվ բավական երկար տարիներ անցնելուց հետո նա տեսնում է, որ խոստումը չի իրականացել։ Եվ այս հատվածում առաքյալն ասում է, որ նա ժամանակ ուներ ետ վերադառնալու, ետ գնալու, որտեղից որ եկել էր, բայց չգնաց։ Որովհետև առաջին գիտակցում էին, որ ինքնոտարական եւ պանդուխտ է այս աշխարհի վրա, երկրորդն ասում է նա ուրիշ մի գավառ էր փնտրում։ Գիտեք, երբ որ որոշակի ակնկալիքները մենք ունենք Աստծուց, մենք ոգևորված, այսպես խանդավառված ճամփա ենք ելնում։ Սակայն որոշ ժամանակ անց, երբ որ այդ ակնկալիքները չեն արդարացվում, այդ սպասելիքները չեն իրականանում, միշտ փորձվում ենք ինչ անել։ Ետ վերադառնալ։ Նման բան տեղի ունեցավ առաքյալների հետ։ Երբ որ նրանք նոր էին սկսել իրենց հավատքի ճամփորդությունը Հիսուս Քրիստոսի հետ, գրված է, որ Պետրոսը, առաքյալները, հայ աշակերտները ծովափին թողեցին ամեն բան, նավը, ուրկանները, ամեն բան գրված է, ձկները այդպես, ինչպես որ կար։ Գիտեք, այն հրաշքից հետո, երբ որ Տեր Հիսուս հրաշք արեց, շատ ձկներ ձուկ բռնեցին եւ այլն, հիշում եք։ Եվ Պետրոսն ասաց Տեր ինձանից հեռու գնա, ես մեղավոր մարդ եմ։
Եվ Հիսուս նրան տվեց կյանքի նոր առաքելություն, ասեց՝ մի վախեցիր Պետրոս, որովհետև սրանից հետո պետք է մարդու որսորդ կդառնաս, հա, մարդ պիտի որսաս, մարդու որսորդ ես դառնալու։ Դրանից հետո գրված է, որ Պետրոսը թողեց ամեն բան, եւ ընդհանրապես առաքյալները ամեն բան թողեցին եւ Հիսուսի հետևից գնացին։ Բայց մի զարմանալի բան։ Ուրեմն իր խաչելությունից հետո հանդիպում ունեցավ Հիսուս Պետրոսի հետ, Հովանեսի հետ, աշակերտների հետ հանդիպում ունեցավ որտեղ, գիտեք։ Նորից էլի այն նույն տեղը, որտեղից որ սկսվել էր ամեն բան։ Եվ առաքյալներն ասել էին, մենք թողել ենք ամեն բան քո հետևից ենք եկել, նավ, ուրկաններ եւ այլն։ Բայց հարի ուտես իրանք նավ ունեին եւ ուրկաններ ունեին, խաչելությունից հետո նորից զբաղվելու իրանց հին զբաղմունքով։ Տպավորություն է ստեղծում, որ կարծես թե նրանք դա ինչ որ միտեղ պահել էին, թաքցրել էին, տեսնենք ես Հիսուսի հետ քայլել ես, Հիսուսի հետ գնալ է, ինչ կստացվի։ Եվ երբ որ վերջում տեսան խաչվեց Հիսուսը, թագավորության հարց չկա, ճիշտ է, լավ մարդ էր, ճիշտ է, հրաշագործ էր, այս էր, բայց չիրականացավ իրենց սպասելիքներն, իրենց ակնկալիքները, Իսրայելի թագավորությունը այս ժամուն մեջ պետք է հիմնես եւ այլն, հիշում եք, sense հարցեր էին տալիս։ Ձեզ չի տրված ժամերն ու ժամանակները, մյուսը եւ այլն, հասկանում եք։ Այնուամենայնիվ այնտեղ միտեղ թաքցրած ունեին նավն ու ուրկանները, երբ որ մի բան այն չեղավ, այդ նավն ու ուրկանները նորից գործի անցան։ Կարծես թե հին զբաղմունքը, հին կյանքը, հին ապրելակերպը Աբրահամի համար ասում է, նա ժամանակ ուներ եւ նա կարող էր ետ վերադառնալ որտեղից որ եկավ։ Բայց նա դա չարեց, որովհետեւ խոստովանեցին, որ իրենք օտարներ ու պանդուխտներ են։ Աբրահամը գիտակցում է, որ նա չունի մնայուն քաղաք այս աշխարհի վրա։ Վրանների մեջ էր ապրում։ Մնայուն տուն չուներ, որովհետև հասկանում էր, որ ինքը օտարական է եւ պանդուխտ է աշխարհի վրա։ Սա էր նաեւ պատճառներից մեկը, եւ երբ նրա եղբոր որդին Ղովտը իր հովիվները խնդիր ունեցան Աբրահամի հովիվների հետ, եւ խնդիրը այնքան հասունացավ, որ պետք է ստիպված բաժանվեին նրանք, որպեսզի երկու ազգականների միջև կոնֆլիկտ չլիներ, չհասունանար, ամոթ էր։ Կանգնեցին մի բարձրունքի վրա եւ Աբրահամը Ղովտին ասաց. ընտրիր, եթե դու աջ գնաս, ես ձախ կգնամ, եթե դու ձախ գնաս, ես աջ կգնամ, հյուսիս գնաս, հարավ կգնամ, հարավ գնաս, հյուսիս կգնամ, արևելք գնաս, արևմուտք կգնամ, արևմուտք գնաս, արևելք կգնամ։ Եվ Ղովտը գրված է, նայեց, տեսավ դաշտի, ուրեմն կանաչ, քաղաքները եւ այլն, ճոխությունը այս կողմ, այն կողմ, այդ կողմը ընտրեց, Աբրահամը գնաց հակառակ կողմը, որը որ ավելի անապատային էր։ Ինչն էր պատճառը։ Ինչն էր պատճառը։ Այս գիտակցություն, այս համոզումը, որ ինքը այս աշխարհի վրա օտարական եւ պանդուխտ է։ Ինքը չի առաջնորդվում իր աչքի տեսածով, ինքը չի գայթակղվում իր աչքի տեսածով, իր էությունը չի փնտրում երկրավորը, այլ նա հասկանում է, որ ինքն այս աշխարհի վրա մնայուն տուն չունի, օտարական է եւ պանդուխտ։ Այսպիսի մի դավանություն կա նաեւ 5 կտակարանում, առաջին մնացորդած 29-րդ գլուխ 15-րդ համար Դավթի խոսքերն են, որն ասում է. «Վասնզի մենք քո առջևդ մեր բոլոր հայրերու պես օտարականներ ու պանդուխտներ ենք երկրի վրա։ Մեր օրերը շուքի պես են ու մնայուն բան մը չկա»։ Դավթի խոսքերն են. մենք քո առջևդ մեր բոլոր հայրերի պես օտարականներ ու պանդուխտներ ենք երկրի վրա, ու մեր օրերը շուքի պես են, ստվերի պես, ու մնայուն բան չկա երկրի վրա։ Դավիթը արդեն Աբրահամը չէր, վրանների մեջ չէր ապրում։ Մենք գիտենք, որ Դավիթը թագավոր եղավ,
բանակ ուներ, այս, բայց միևնույն է այդ օտարականի եւ օտարության եւ պանդխտության զգացողությունը չէր լքում իր սիրտը։ Եվ ասում եմ մեր հայրերի նման, ուզում է ասել, որ մենք մեր հայրերից լավը չենք, մենք մեր հայրերից ավելի առաջ չենք անցել, տեսեք, մեր հայրերը վրաններում էին ապրում, հիմա մենք պալատներում ենք ապրում, մեր հայրերը էս չունեն, այն չունեն, մենք էս ունենք, այն ունենք, ոչ, կապ չունի ինչ նվաճումներ ունես, կապ չունի թե դու թշնամիներից հաղթել ես, թե դու հայրենիք ես ստեղծել, ես ստեղծել, այն ես ստեղծել, տուն ես ստեղծել, մեքենա ունես, ունեցվածք ունես, բանկում փող ունես, քարտեր ունես, գրպանով, կապ չունի, միևնույնն է, այս օտարության եւ պանդխտության զգացումը միշտ բնորոշ է քրիստոնյային, Աստծո որդիներին, այս աշխարհի վրա։ Եվ ասում է, այս աշխարհում մնայուն բան չկա։ Նա որ կարծում է, թե այս աշխարհում ինքը մնայուն բան ունի, չարաչար սխալվում է, պարզապես խաբված է։ Այն ինչի համար, որ մենք մեր կյանքի ողջ ռեսուրսը ներդնում ենք, հիշեք, դա մնայուն չէ, դա անցողիկ է։ Ոչ մեկ բան չունենք, որը որ մնայուն է, ոչինչ չկա այս կյանքում, որ կարող ես երկու ձեռքով կարճած ապրել։ Ոչ մեկ բան իմը չէ, ոչ մեկ բան քոնը չէ։ Ինչի համար ենք մենք մեզ չարչարում այդքան, ինչի համար ենք մենք այդքան տառապում, ինչի համար ենք ուզում ձեռք բերել ամեն բան այս աշխարհում, երբ դա մնայուն չէ, երբ դա անցողիկ է։ Այս մարմինն էլ մերը չէ, այս էլ մնայուն չէ, սա էլ ուշ թե շուտ մեզանից պիտի առնվի, հող իր պարտքը պիտի ուզի, և մենք չենք կարող չվերադարձնել այն, մենք չենք կարող չվերադարձնել, այն մամոնայի համար, այն նյութականի համար, որ մենք օր ու գիշեր տանջվում, չարչարվում, կյանքներս դնում ենք, առողջություն ենք դնում, ժամանակ ենք դնում, մեր ընկերներից կտրում, մեր ընտանիքից կտրում, մեր երեխաներից կտրում, այդ մամոնայի համար կյանք ենք դնում, ժամանակ չենք ունենում Աստծո համար, ժամանակ չենք ունենում աղոթքի, ժամանակ չենք ունենում իր խոսքը իրեն ճանաչելու համար, ժամանակ չենք ունենում եկեղեցի գալու, ժամանակ չունենք, այդ մամոնան մնայուն է, քեզ հարց տուր, այդ նյութը մնայուն է, նա քեզ կարողանալու է փրկել, նա քեզ կարողանալու է երջանկացնել, մահվան անկողնում պարկածը ժամանակ նա քեզ կյանք տալու է, ումից ենք վերջապես օգնություն խնդրելու, ում ենք ձեռք պարզելու վերջապես մեր ամենաանօգնական ժամանակ, նրան ենք դիմելու, ում համար այսօր ժամանակ չունենք, բայց մնայունը նա է, մնայունը սա չէ, այն տունը, որի մեջ ես ապրում եմ, որի մեջ դու ապրում ես, և դա գիտենք, որ մերն է, քոնն է, կանցնի ընդամենը մի քանի տարի, և ուրիշ մեկ է տան մեջ պիտի քնի, քո անկողնում ինքն է քնելու, քո տան մեջ ինքն է ապրելու, քո բակում ինքն է իր մեքենան կանգնացնելու, և ասելու է սա իմն է, ու դու խաբված, ու ես խաբված գնալու ենք այս աշխարհից, մնայուն բան չկա, ասում է, այս աշխարհում մնայուն բան չկա, ով որ շուտ եկավ այս գիտակցությանը, նա ձեռք կբերի, գիտեք ինչ, ազատություն, ազատություն, Աբրահամն ազատ էր, հա, մի վրան ուներ, տանիք ուներ, փառք Աստծո, անձրևից ու կարկուտից պաշտպանվում էր, մենք Աբրահամից ավելի լավ վիճակում ենք հիմա, բայց արդյոք Աբրահամի նման ունենք այդ պանդխտության և պանդուխտի և օտարականի զգացողությունը, դա որտեղ է երևում, դա երևում է, թե մենք որքանով ենք կարճած այս նյութեղեն աշխարհից, այս նյութական աշխարհից, Պողոս առաքյալը երկրորդ Կորինթացիս նամակի մեջ 5-րդ գլխում ասում է այս խոսքերը, երկրորդ Կորինթացիս 5 6-9 համարներում ասում է. Ուստի ամեն ատեն վստահություն ունենք, քանզի գիտենք, թե որչափ մարմնի մեջ ենք, Տիրոջից հեռու ենք, վասնզի հավատքով կքայլենք ու ոչ թե երևույթով։ Ուստի վստահություն ունենանք եւ ավելի ուզենանք մարմնից հեռանալ ու Տիրոջը քով կենալ, ասոր համար ջանանք, որ թե կենանք եւ թե հեռանանք, անոր հաճո լինենք։
Սա կարևոր դավանություն է։ Ամեն ժամանակ այս վստահություն ունենանք։ Ամեն ժամանակ գրված է։ Այս վստահությունը ունենանք։ Գիտենք, թե որչափ մարմնի մեջ ենք, Տիրոջից հեռու ենք։ Մարմնական կյանքը, մարմնավոր կյանքը, երկրավոր կյանքը մեզ Տիրոջից հեռու է անում։ Որքան մարմնի մեջ ենք, այնքան Տիրոջից հեռու ենք։ Մարմնի մեջ եղած արտահայտությունը չպետք է միայն հասկանանք, քանի դեռ մեր հոգին մարմնի մեջ է։ Սա էլ է ճշմարիտ։ Սակայն մարմնի մեջ արտահայտությունը խոսքը պետք է նաև հասկանանք, որքան մարմնական կյանքով ենք տարված, այնքան Տիրոջից հեռու ենք։ Լսում ենք։ Նայեք, մարմինը կարել մեզ համար ծառայի որպես կներեք ես խոսքիս համար կապսուլա, հա։ Նա նման է, գիտեք, տեզերագնացները հատուկ հագուստ են, չէ՞ հագնում։ Հատուկ հագուստ են հագնում, որը սկաֆանդր են հագնում, որը որ իրենց պաշտպանիչ հագուստն է, տվյալ միջավայրում, տիեզերքում պաշտպանված լինելու համար։ Բայց այդ սկաֆանդրը չէ ինքը դրա մեջ է։ Դա ընդհանրապես ժամանակավոր այդ տարածաշրջանի համար համապատասխան ստեղծված մի նյութեղեն հագուստ է, որը իրեն տալիս է հնարավորություն որոշ ժամանակ բաց տիեզերքում գտնվելու համար։ Ճիշտ է։ Մեզ Աստված մի այսպիսի հրաշալի գեղեցիկ լավ սկաֆանդր է տվել, մարմին է տվել, որովհետեւ մենք այս ժամանակ կոչվող եւ տարածություն կոչվող այս հատվածի մեջ երկրի վրա կարողանանք պաշտպանված զգալ, ապրել։ Բայց ինչ անել։ Փնտրել հավիտենականը։ Տիեզերագնացը գիտի, որ ինքը կարճ ժամանակի համար է դուրս եկել որոշ աշխատանքներ կատարելու համար, որոշ ուսումնասիրություններ անելու համար, բայց նա իր կյանքը չի պատկերացնում այդ հագուստի մեջ, այդ սկաֆանդրի մեջ, այդ կապսուլայի մեջ։ Հիմարություն է կարծել, որ էս է կյանքը, սա է։ Ուշ թե շուտ մենք այս մարմինը պետք է լքենք։ Ուշ թե շուտ։ Ոստի քանի դեռ մարմնի մեջ ենք, մենք գրված է Տիրոջից հեռու ենք, բայց կարելի է ապրել մարմնի մեջ, բայց ոչ մարմնով եւ ոչ մարմնի համար։ Վասնզի հավատքով կքայլենք, ոչ թե երևույթով։ Ինչ է սա։ Սա նշանակում է, որ մենք ապրում ենք ոչ թե մարմնի համար, ոչ թե մարմնականի համար, ոչ թե տեսածով եւ տեսածի համար, ոչ թե երևույթով ենք քայլում կամ երևույթով ենք ապրում կամ երևույթականով ենք ապրում, երևույթականի համար ենք քայլում, երևույթականի համար ենք ապրում, այլ հավատքով։ Մեր կյանքը կառուցված է եւ հիմնված է Աստծո խոստումների վրա։ Այս է հավատքը։ Հավատքը երևակայական պատկերացումներ չեն, որոնց վրա դու հույս ես դրել։ Հավատքը դա ժառանգություն չէ, որը որ դու ծնողներիցդ ստացել ես կամ քո ազգային պատկանելությունդ քեզ փոխանցել է եւ այլն։ Ոչ։ Հավատքը դա Աստծո խոստումների վրա կառուցած կյանքն է։ Նա որ ծանոթ չէ Քրիստոսի անձի հետ, նա որ ծանոթ չէ Աստծո խոստումների վրա, ինչ հավատքով է ապրում։ Այդ որ հավատքն է։ Ինչ հավատք է դա։ Մենք ոչ թե երևույթով ենք ապրում, ոչ թե Աստված մի բան արեց կամ կողքերս մի լավ բան տեղ ունեցավ, հավատքներս ուժեղանում է։ Այլ մենք խոստումների վրա հիմնված, խոստումների վրա կառչած հավատքով ենք ապրում։ Եվ ասում է, ուստի վստահություն ունենք, ալ ավելի ուզենանք մարմնից հեռանալ ու Տիրոջը քով կենալ։ Այսինքն որքան հնարավոր է, ոչ թե խոսքը վերաբերում է միայն նրան, գիտեք ինչ շուտ էս մարմինից ազատվենք, գնանք երկինք, Տիրոջը մոտ մնանք, այո, կա էս փափագը, Պողոսն էլ է ասում է, ինձ համար մահը շահ է։ Բայց կյանքը Քրիստոս։ Կյանքը Քրիստոս։
Մարմնից հեռանալ նշանակում է մարմնավորից ինչքան հնարավոր է պետք է մարմնական ցանկություններից, մարմնական փնտրտուքներից, մարմնավոր կյանքից ինչքան հեռու լինենք, այնքան Քրիստոսին մոտ կլինենք, այնքան Աստծուն մոտ կլինենք։ Սա խոսում է մարմնավորից հեռու լինելը, մարմնականից հեռու լինելը, որքան հնարավոր է շատ եւ ավելի հոգեվորին կարճած լինելը, աստվածայինին կարճած լինելը, որովհետեւ Քրիստոսին ավելի մոտ լինենք։ Եբրայեցիս 13:14-ը մեր կարծացած հատվածում ասում է. «Քանզի անոնք, որ այսպիսի բաներ կխոսեին, հայտնի կնային, թե գավառը կփնտրեն»։ Գավառ նշանակում է ուրիշ երկիր։ Ուրիշ մի բան էին փնտրում։ Նրանք, որոնք որ ասում էին, թե իրենք պանդուխտներ եւ օտարական են, իրենք փնտրում էին ուրիշ մի գավառ, ուրիշ մի երկիր։ Այո, ուրիշ թարգմանության մեջ ասում է ուրիշ հայրենիք էին փնտրում։ 16-րդ խոսքն ասում է, բայց հիմա լավագույն գավառը կփափագեին, այսինքն երկնավորը։ Իրենք ետ չդարձան, իմաստ չուներ ետ դառնալու։ Այո, խոստումը իրականացած չտեսան իրենց կյանքում, բայց ետ չդարձան։ Ցանկություն չունեին ետ գնալու։ Ինչու, որովհետև իրենք գիտեին, որ իրանք օտար պանդուխտ են։ Այնտեղ էլ գնան, այնտեղ էլ էին օտար պանդուխտ։ Այլ ուրիշ գավառ են փնտրում, ուրիշ հայրենիք են փնտրում, ուրիշ մի տեղ են փնտրում։ Փիլիպպեցիս նամակի մեջ 3-րդ գլուխ 20-րդ համարում Պողոս առաքյալը այսպիսի հրաշալի խոսքեր է ասում. բայց մեր քաղաքականությունը երկինքն է, ուր կսպասենք Փրկչին, Տեր Հիսուս Քրիստոսին։ Մեր քաղաքականությունը կամ մեր քաղաքացիությունը երկնքում է, երկնքից է, երկինքն է, որտեղից էլ սպասում ենք մեր Փրկիչ Տեր Հիսուս Քրիստոսին։ Պատկանելության զգացումը ոչ թե հողի հետ է կապված, այլ երկնքի հետ է կապված, այդ ուրիշ գավառի հետ է կապված։ Որտեղից էլ սպասում ենք մեր Փրկչին։ Այս ինչ երանելի հույս է։ Դու այս հույսով ես ապրում, թե ոչ։ Ես այս հույսով եմ ապրում, թե ոչ։ Դու ինչ ես փնտրում, ես ինչ եմ փնտրում։ Որքան կարճած լինենք այս երկրավորից, այնքան մեր սիրտը տրտում է լինելու, տխուր է լինելու։ Որքան երկնայինը փնտրենք, հավիտենականը փնտրենք։ Որքան ունենանք այս գիտակցությունը, որ մեր քաղաքականությունը կամ մեր քաղաքացիությունը այս երկրի վրա չէ, այլ երկնային է։ Որտեղից էլ սպասում ենք մեր Փրկչին։ Երկրավոր կյանքում տեղ ունեցած վարի վերումները մեր սիրտը չի տրտմեցնելու, որովհետև մենք գիտենք, որ մենք օտար ու պանդուխտ ենք։ Եվ ոչ մի կորուստ մեզ չի կոտրելու այս կյանքում, որովհետև գիտենք, որ սա մնայուն ոչինչ չունենք այս աշխարհի վրա։ Շարունակենք, ասում եմ, հավատացյալի սիրտը լավագույն գավառն է փնտրում, այսինքն երկնայինը կամ երկնայինին տիրանելու փափագով է լի։ Մեր կարդացած հատվածն է, այսինքն երկնայինը ասում է, ուրիշ գավառ էին փնտրում, երկնայինը։ Պողոս առաքյալը 2 Կորինթացիս նամակի մեջ 4-րդ գլխում ասում է 18 համար. Ուստի մենք երևացած բաներին չնայենք, հապա չերևացածներուն, քանզի երևացած բաները ժամանակավոր են, բայց չերևացածները հավիտենական։ Մենք երևացած բաներին չնայենք, հապա չերևացածներին, որովհետև երևացած բաները ժամանակավոր են, բայց չերևացածները հավիտենական։ Սա է հավատքը։ Հավատքը նա չէ, որ երևացած բաները փնտրում, երևացած բաները փափագում, երևացածներով է ուրախանում, երևացածներով է ոգևորվում, երևացածների համար է փառք տալիս Աստծուն, այլ չերևացածները փնտրենք։ Որովհետև իմաստությունը կայանում է սրանում։ Երևացածները ժամանակավոր են, իսկ չերևացածները հավիտենական։ Հիմա ով որ այս հույսը չունի այս աշխարհում, աշխարհիկ մարդկանց համար քո արածը գուցե քո ապրածը կամ քո դավանածը գուցե հիմարություն է, որովհետև շատերի համար կարևորը այս ինչ որ հիմա ինքը տեսնում է, ինչ որ կարա այս պահին ապրի, այս պահին զգա, այս պահին ունենա։ Ինչու, որովհետև նա սպառող է, որովհետև նրա համար կարևորը ստամոքսը լինի,
ձեռքի մեջ լի լինի, գրպանը լի լինի, այս պահին ինչ որ հնարավոր է քաղի, տանի, վերցնի։ Բայց մոռանում է, որ սա ժամանակավոր է, սա անցողիկ է։ Եվ դրա փաստը ամենուրեք նայեք գերեզմաններ կտեսնեք, որ ոչ մեկ ոչ մի բան այս կյանքից չի կարողացել տանի, որտեվ անցողիկ է ժամանակավոր։ Ասում է չերևացածներին նայենք, այն ինչ որ մեր աշխը այսօր չի տեսնում, բայց հավատքով կարող ենք դրանց ողջունել, ինչպես Աբրահամը ողջունեց։ Եվ ասում է հավատքով մեռավ, որովհետև չերևացածը հավիտենական է։ Չերևացածի երաշխիքը Հիսուս Քրիստոսը տվեց։ Նա որ մեռավ եւ հարություն առավ եւ մեզ խոստացավ հավիտենական կյանք, ով որ ինձ հավատա թեև մեռնի, դարձյալ պիտի ապրի։ Ունես ուրիշ հույս։ Ունես իրական ճշմարիտ հույս ես կյանքի վրա։ Ով է տալիս քեզ այդ հույսը։ Ինչի վրա է հույսդ։ Երբ որ ամեն բան ժամանակավոր է։ Այս տարին էլ վերջացավ, այս տարին էլ ավարտվում է։ Կյանքը թռնում է։ Ամեն բան այնքան արագ է փոխվում։ Ժամանակ այնքան արագ է անցնում։ Մեզ թվում է, թե սա անսպառ է, բայց անսպառ չէ։ Սա էլ է մի օր վերջանալու։ Մի օր իմ կինոն էլ, քո կինոն էլ, ասենց մեկ է, միտեղ կիսատ կարող է մարել, ու վերջ։ Բայց դու բախտավոր ես, ես բախտավոր եմ, քեզ Աստված խոսում է այսօր։ Քեզ Աստված խոսում է, ասում է, նայ, այն ինչ որ դու փնտրում ես այս երկրի վրա, ձեր ժամանակավորը եւ անցողիկ է։ Դրա ավարտը միջև այդ մի քանի քառակուսի մետր փոստն է։ Այդ այն ինչ որ Հիսուսով դու կարող ես ունենալ, դա հավիտենական է, հավերժական է։ Աստված ինձ եւ քեզ կյանք տվեց, եւս 1 տարի կյանք տվեց, 2025 թվականը տվեց։ Եթե դու քո գործերի մեջ հաջողություն ունեցար, եթե դու ավելի աշխատանքիդ մեջ, չգիտեմ, մասնագիտական քո կյանքում ավելի բարձունքների ասար փառք Աստծո, ես անչափ ուրախ եմ եւ ողջունում եմ դա, ապրեք շատ, բայց ամենակարևորը սա է, գիտակցեցիր, հասկացա, որ այս կյանքը քեզ տրվել էր ոչ թե ժամանակավորը միայն ձեռք բերելու համար, կամ ժամանակավոր նվաճումներ ունենալու համար, ժամանակավորի համար քո ամբողջ պոտենցիալը ինվեստ անելու, ներդնելու համար, այլ այս ժամանակավորը քեզ տրվեց, որպեսզի այդ ժամանակի մեջ կարողանաս հավիտենականությունը ճանաչել եւ հավիտենականը ձեռք բերել։ Սա է կյանքի ամբողջ փիլիսոփայությունը, կյանքի ամբողջ իմաստը սա է թանկագիններս։ Յուրաքանչյուր րոպեն, յուրաքանչյուր վայրկյանը, որ քեզ եւ ինձ տրված է, դա Աստծո շնորհն է, Աստծո ողորմությունն է, Աստծո պարգևն է, որ մենք մի հատ այդ լուսավորվենք, հասկանանք, գիտակցենք, որ այդ ժամանակը ինձ տրված է, այս պահը ինձ տրված է, որ ես այդտեղ կարողանամ բռնել հավիտենականը, ընդունել հավիտենականը։ Նայեք ինչ է ասում։ Հիսուս իր մասին հայտարարում է այսպես, ասում է ես եմ ալֆան եւ օմեգան։ Ես եմ սկիզբը եւ վերջը։ Իմիջիալոց նույն խոսքն ասում, ինչ որ 5 տակարանում Յահվե Աստվածն է ասում։ 5 տակարանում էլ ասում է ես եմ սկիզբը եւ վերջը։ Եհովան է ասում։ Աստված մեկ է։ Ես եմ սկիզբը ու վերջը։ Գիտեք ինչ է նշանակում սա։ Նայեք, ինչ է սկիզբը եւ վերջը։ Սկիզբը դա է նյութական, ֆիզիկական աշխարհի սկիզբն է եւ ըստ Աստծո խոսքի այն մի օր ավարտ է ունենալու։ Այն մի օր ավարտ է ունենալու։ Ինքը ժամանակը կղզյակի պես հավիտենականության մեջ այսպես ծնունդ է առել եւ մի օր հավիտենականության մեջ այն ձուլվելու է։ Երբ որ Հիսուս հայտարարում է, որ ես եմ սկիզբը եւ վերջը, նշանակում է ժամանակի գոյության իմաստը իմ մեջ է։ Ես եմ ամեն բանի սկիզբը եւ ես եմ ամեն բանի վերջը։ Ժամանակի մեջ մի բան կա, ընդամենը մի բան կա, որ հավիտենական է։ Եվ մի բան կա, որ դու կարող ես ունենալ, մի բան կա, որ կարող ես ձեռք բերել։ Դա Հիսուս Քրիստոսն է։ Մի բան կա ընդամենը, ուրիշ ոչինչ չկա։ Չես կարող ուրիշ բան ձեռք բերել այս աշխարհում։ Հասկացի, ոչ մի բան քոնը չի։ Ոչ մի բան քոնը չի։ Ուզում եք մի դառը ճշմարտություն էլ ասեմ։ Ամենաթանկ անգամ երեխաներդ քոնը չեն։
Իրենք էլ քոնը չեն։ Էլ չեմ ասում տուն, մեքենա, բան, այն ինչի համար որ մենք կյանք ենք դնում, սիրտ ենք դնում, էս էլ քոնը չի։ Էս էլ իմը չի։ Ես եմ սկիզբ վերջը։ Քո կյանքի սկզբի եւ քո կյանքի վախճանի մեջ մի բան կա, որ քոնը կարա լինի։ Այդ Հիսուս Քրիստոսն է։ Վերցրա այն։ Վերցրա այն։ Ընդունիր այն։ Հասկացիր, որ կյանքի տորերը ինչքան էլ երկար լինեն, միևնույն է դու օտարական եւ պանդուխտ ես այս աշխարհի վրա։ Հասկացիր, որ սա միևնույն է ժամանակավոր է, անցողիկ։ Երկրորդ Կորինթացիս 5:1-2։ Վասնզի գիտենք, թե եթե մեր վրանի նման երկրավոր տունը քանդվի, մի շինվածք ունենք Աստծուց անձեռագործ, հավիտենական տուն երկնքի մեջ։ Եվ հիրավի սրա մեջ կհառաչենք մեր երկնավոր բնակությունը հագնելու փափակով։ Կարծես նույն Աբրահամի հավատքի բացայտ նկարագրությունը տա առաքյալ այստեղ։ Վասնզի գիտենք, թե եթե մեր վրանի նման երկրավոր տունը քանդվի, վրանի նման, Աբրահամը վրանաբնակ էր։ Քո վրանը ո՞րն է։ Էս մարմինը։ Էս էլ է վրան։ Եվ ինչպես մի օր վրանը հավիտենական չի, չէ՞։ Վրանը մի օր քանդվում է։ Ես մի վրան ունեի, որ տարիներ շարունակ այդ վրանով էի գնում ճամբա։ Այնքան էի սիրում այդ վրանը։ Այնքան էլ փող էի տվել այդ վրանին։ Ֆրանսիական շատ լավ որակի վրան էր։ Արևը մաշացրեց, անձրևը մաշացրեց, քամին մաշացրեց։ Հիշում եք կապույտ վրանս, ճամբարականներ։ Մի տարի կարկատեցինք, 2 տարի կարկատեցինք։ Հետո տեսանք հնարավոր չի։ Ինքը արդեն հնարավոր չէ վերականգնելու։ Ճիշտ մարմնի նման։ Մի անգամ ես բժիշկի գնում, երկրորդ անգամ ես գնում բժիշկի, մի քիչ մարզանք, մի քիչ էս, մեկը սենց խորհուրդն է տալիս, մեկը այն խորհուրդն է տալիս, մեղր կեր ամեն առավոտ, կաթ խմի, էս արա, այն արա, հա, էսպես, այնպես, բայց ուշ թե շուտ մի օր զգում ես, որ վրանը քանդվում է։ Առաքյալն ասում է, գիտենք, եթե մեր երկրավոր տունը վրանի նման քանդվի, մի շինվածք ունենք Աստծուց անձեռագործ հավիտենական տուն։ Ի տարբերություն վրանի, նա վրան չէ, հավիտենական տուն։ Եվ հիրավի Աստծո մեջ կհառաչենք մեր երկնավոր բնակարանը հագնելու փափագով։ Ինչ է նշանակում սրա մեջ հառաչում ենք։ Իսկական գիտենք, որ պանդուխտ եւ օտարական ենք այս աշխարհի վրա։ Սրա մեջ հառաչում ենք, բայց երկնային տունը հագնելու, երկնայինը ունենալու փագով եւ սպասումով։ Այսպես մտածողների համար գրված է, որ Աստված ամոթ չի համարում նրանց Աստվածը կոչվել։ Վասնզի ինքն անոնց քաղաքը պատրաստեց։ Դու քաղաքի կարիք չունես, դու տան կարիք չունես, եթե դու այս երկրի վրա քեզ բան ես զգում։ Լրիվ հարազատ։ Սա քո ընտրությունն է, բայց եթե դու օտարական եւ պանդուխտ ես զգում այս աշխարհի վրա եւ փնտրում ես ուրիշ մի այլ տուն, Աստված ասում է, ես եմ քո տունը եւ ես քո Աստվածն եմ։ Ես քո հետ կքայլեմ այս պանդխտության շրջանում, միջև կհասնես քո հավիտենական տունը, քո հավերժական բնակարանը, որը Պողոս առաքյալը հոգով տեսնելով ասեց, Աստված այնպիսի բաներ է պատրաստել իրենց սիրողների համար, որ մարդու աչք չի տեսել, ականջ չի լսել եւ մարդու սրտով էլ անգամ չի անցել։ Ասում է, բայց Աստված մեզ իր հոգիով հայտնեց։ Հուսամ այսօր
այս տարեվերջյան պաշտամունքին Աստված ինձ էլ, քեզ էլ իր հոգիով հայտնեց սա։ Ապրենք թանկագիններս մեր պանդխտության օրերը երկրի վրա ազատ հոգով, ազատ շնչով, չվախենալով ոչ մի կորուստից, որովհետև մենք պանդուխտ ենք այս աշխարհում։ Միջև մեր երկնայինը հագնենք իրեն փառք լինի հիմա եւ միշտ եւ հավիտյան դարերում։ Ամեն։